Տարածված կարծիք կա, թե Հայաստանում հանգստանալը էլիտար հաճույք է, Ծաղկաձոր, Դիլիջան, Ջերմուկ կամ Սևան մեկնելու և լիարժեք հանգստանալու հնարավորություն քչերն ունեն։ Տուրիստական տարբեր գործակալությունների տեղեկությունների համաձայն, օրինակ Աղվերանում, Արզնիում, Ծաղկաձորում մեկ անձի համար ամենաէժան մեկօրյա հանգիստը սկսվում է 4-5 հազար դրամից, իսկ բուժում իրականացնող վայրերում, օրինակ Դիլիջանում 8 հազար դրամից։ Եվ սա հիշեցնենք, ամենաէժան տարբերակն է։ Հասկանալի է, որ առանձին զվարճանքների համար հարկավոր է առանձին վճարել և շատ։ Նրանք, ովքեր դեռևս չեն հանգստացել, արդեն իսկ քիչ ժամանակ ունեն իրենց հանգիստը պլանավորելու և անցկացնելու համար։ Եվ ուրեմն կողմնորոշվել է պետք, գրպանում ինչքան գումար կա, հետևաբար ուր գնալ և ինչպես անցկացնել ամառային հանգիստը։ Նման հանգստի և պայմանների մասին քչերը կարող են երազել, իսկ թե ինչու, հարցի պատասխանը տալիս են մեր համաքաղաքացիները։ Հիմա Ծաղկաձոր, Արզնի ամեն ինչը սրանք շատ թանկ է, իսկ երևի դրսում թեկուզ Քոբուլետի ավելի մաճելի են գները։ Համակարծիքի եմ, իրոք թանկ է, բայց կփորձենք թեկուզ շատ նեղ շրջանակներում ինչ-որ թե հանգստանալ։ Ժողովուրդը ստիպված հանգստանում են այնտեղ, որտեղ հնարավորություն ունեն, ասենք մեկը իր բարեկամի տանը գյուղում, մյուսը չգիտեմ իր դաճայում։ Մարդիկ կան ֆինանսից շատ լավ են, գնում են Եվրոպաները, նախընտրում են այնտեղ հանգստանալ։ Հայաստանի էլիտար խավ հանգստանում է Հայաստանում, իսկ այն միջինը ոչ ցածրը Հայաստանից դուրս, Կոբուլետի եւ այլն։ Անգամ աշխատանք չունենալու դեպքում այնքան գումար, որքան պահանջվում է հանգստին հատկացնել, շարքային գյումրեցին չի կարող։ Աշխատողինն էլ է հիմա դժվար, որովհետև ամեն օր աշխատի, որ հասցնես։ Շատ եկամուտ պիտի ունենա, մարդ նոր կարողանա։ Թեկուզ աշխատողը եղնից չես կարող, նորմալ աշխատող, սովորական, էլի չեք կարող։ Միջինը $700 երևի, եթե կուզե նորմալ ընտանիքով, երևի նորմալ է։ Մինիմում 100,000 պետք է ունենաս, որ կոնկրետ Ծաղկաձորում նորմալ հանգիստը անցկացնես։ Առաջ հեշտ էր, սով էինք գնում, հանգստանում, իսկ հիմա հազիվ ապրում ենք։ Օրինակ իմ տատիկը բանվորուի եղել, նկարներն է մինչև հիմի կա, գնացել է, հանգստացել է, բայց մենք չէ։ Հիմիկվա սերունդ է ժողովուրդը, դժվար է։ Ամեն ամառ հանգստացել ենք, սպես ամեն ինչը սահմանափակ չէր։ Հիմա չեք կարող։ Չէ, հիմա չենք կարող, հիմա ժողովուրդը ընդհանրապես շատ վատ վիճակի մեջ է։ Մեր համաքաղաքացիների մտահոգությունները փարատում է Շիրակ տուր ընկերության տնօրենը։ Հանգստին մոտեցեք ստեղծագործաբար, խորհուրդ է տալիս նա, իսկ ով ասել Գյումրիում տանը նստած չի կարելի հանգստանալ։ Համոզված եմ, որ պետք է ուղղակի հենց Գյումրիին նայել տուրիստի աչքերով։ Դե մենք շատ անգամ անցնում ենք շատ հետաքրքիր վայրերի, շատ հետաքրքիր հուշարձանների կողքով ու ուղղակի անցնում ենք առանց նկատելու, առանց փորձելու ճանաչել։ Գյումրիում է գտնվում Վարդգես Սուրենյանցի 2 օրիգինալ նկարներ։ Իսկ Վարդգես Սուրենյանցի 150-ամյակն է, իսկ Սուրենյանցի պես նկարիչի համար գերմանացին այսօր կհբարդանար ու աշխարհին ուրիշ ձևով կցուցադրեր։ Հանգիստ ասելով պետք չէ հասկանալ ուտել խմել կամ ծովում լողանալ, ասում է Ալեքսանդր Մինասյանը, հոգևոր մշակութային տեսանկյունից, եթե նայենք հարցին, ապա Շիրակի մարզն իր արժեքներով, իր հարուստ ռեսուրսներով ամենալավ հանգստի գոտին է։ Հասարակ մեկ այլ օրինակ է բերում Շիրակ տուրի տնօրենը, անհրաժեշտ է գրպանում ունենալ միայն ավտոբուսի տոմսի արժեքը և վերջ, հանգստյան լիարժեք մեկ օր, ոչ ավել ոչ պակաս, մուշ 2-ի հարևանությամբ։ Ոչ թաղամասից այդ բրդուճներով ու ջուրը հետը գլխարկ անպայման արևից պաշտպանվելու համար ու իջնել հենց Տիրաշենի ձորը։ Ժայռափոր խաչքարերը, որը երևի թե մեր շիրակցիները մեծ մասը ծանոթել չեն այդ տարածքին, կամ որ կա Տիրաշեն տարածք, կամ կա նմանատիպ հետաքրքիր ժայռափոր խաչքարեր։